Լիազորագրի տրամադրում հետևյալում են հայտնում եղածով, կամ նոտարեն գա, կամ գնամ նոտարի մոտ, այս տրամաբանության մեջ էր։ Եվ դրա հետ կապված, եթե պայմանականորեն չգիտեմ դիրքորոշում կասեք, մեկնաբանման ժամանակ նաև հաշվի առնել 123-րդ հոդվածում տերգտած փոփոխությունները։ Չնայած դա պատահականություն չկարծես, այդ 123-ին հանգստով։ Եմ չեմ առակում պետատանը կշտու ամբարքստերության իրազորակի տրամադրմարի կապված։ Պարոն Հակոբյան, այս մասով էլ քանի որ դուք եք միջնորդում ներկայացրիք մի հարցանձես, դուք նշեցիք կամ նոտարը գա, կամ նոտարական գրասենյակ։ Նոտարի հետ շփման արգելք դատանը չի արձանագրել, կամ որոշել։ Ընդհանրապես, ընդամենը որոշվել է որոշակի անձանց հետ շփման արգելք, մնացածի հետ։ Եթե դուք գրանք նոտարի մոտ, եթե չեն նոտարի հետ անդամ անձնագրեր հապետք է ենթատեքստում։ Այլոց ձեր պաշտպանյալի դիրքորոշմանը հակառակ Այս անձնագիրն է, գործարքը կատարում, եղանակը արդեն կետարվեցյան։ Դատանը քննարկելով այլ վերաբերյալ հարցերի շրջանակում մեղադրյալ ցանոթ պաշտպան Հակոբյանի կողմից բարձրացած հարցերը արձանագրում է քրեական դատարանության մեծգրքի 272 հոդվածում տեղեկատված փոփոխությունը մեղադրելի բացակայության դատական նիստ անցկացնելու հետ կապված հստակ արձանագրված է ազատության մեջ գտնվող մեղադրյալը իրավունք միջնորդել իր բացակայության դատական նիստերն անցկացնելու հետ կապված եւ արդեն որոշակի պայմաններ նշված, օրինակ պետք է մնա պաշտպան։ Հետևաբար անազատության մեջ գտնվող մեղադրյալներին այս դրույթը չի վերաբերվում։ Նույն կերպ օրինակ ժամանակին պարոն Հակոբյան կասեն դե քանի որ ոչ մեծ ինչին ծանրության մեջ մեղադրվող մեղադրյալներին օրենքը թույլ է տվել, դե բերեք այդ նույն նորմը տարածենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեղադրյալներին, բայց իրավական պրակտիկան ինձ հայտնի չի որևէ դեպք, որ օրինակ ասում են քանի որ այս հանցանքների մեջ մեղադրվող թույլատրվում են, բերեք հակառակ տանեք։ Ավելին, օրինակ ժամանակին մեկնաբանվել է, որ վարույթի շրջանակում այսօր կան մի քանի մեղադրյալներ, մեկը միջին ծանրության հանցագործության մեջ չամեխադրվում, իսկ մյուսները օրինակ միջին կամ ծանր, հետևաբար այս մեկին է թույլ չտան, ինչը դատանը ճիշտ չի համարել եւ թույլ է տվել, որ դա արձանագրել է կոնկրետ մեղադրյալի մասով։ Այս կապված մի հանդիպ նոր մասն է, որ դատարանները հայեցողությամբ եք իրար։ Նախին քրտատով ասում էր, որ դատավորը փոխվում է, վերսկսվում է դատակրությունը, բայց դատավորներն շարունակում են ընդհատված տելից։ Այսինքն ճկունություն երբեմն դրսևորվել է։ Դուք այս հարցում չդրսևորվեցիք, ինչ ասեմ։ Այժմ դատանը հաշվում չի կասել։ Դեռ ներածական հատվածն է։ Հետևաբար, այնքան որ կանոն քրեական դատարանության մեծգրքի 272-րդ հոդվածի 4.1 մասը հստակ նշում է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքների նման միջնորդությամբ հանդես գալ, իսկ սույն գործող մեղադրյալ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, այնքան որ կանոն ըստ կալանքի քրեադատավարական իմաստով հարթության մեջ են գտնվում, ուստի ձեր այդ միջնորդությունը պարոն Հակոբյան մերժում է։ Բայց հետ ծառայությանը դիմելու հետ կապված դատանը դատական նիստին Սամվել Կարապետյանի ներկայությունը ապահովելու համար գրություն է հասցեագրում բնակության հասցեն սպասարկող ոստիկանության ստորաբաժանմանը նախկինում, ինչպես նախկինում այնպես է հիմա ուղեկցում իրականացվում է ոստիկանության այդ ստորաբաժանման միջոցով դատանը առավելագույնը մեկ անգամ ևս գրություն կհասցեագրի պարզելու արդյոք նույն ծանրաբեռնվածությունն արկածը չէ, որ շարունակվում է ուղեկցում իրականացվել այդ ստորաբաժանման միջոցով։ Սա որպես լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հետ կապված ձեր հարցերին վերաբերում դատանը գրություն կհասցեագրի։
Լիազորագիր կնքելու հետ կապված դատանը Սամվել Կարապետյանը չի արգելել իր որևէ քաղաքացիական իրավունքներ իրացնելու, այսպես ասած, հնարավորությունից, թեև այս բաղյան միանգամանք են ցտակ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող լիքերի հետ լիազորագրի օրինակ ունեք, չի համարել ասում, որովհետև այս հարցը քննարկումը դատանը կհետաձգի հետևյալ տրամաբանության մեջ, երբ որ անձը գտնվում է քրեակատարական հիմնարկում, որևէ գործարք կատարել է, որը պահանջում է լիազորագրի տրամադրում, լիազորագիրը հաստատվում է, այսպես ասած, քրեակատարական հիմնարկի պետի կողմից եւ ստանում է վարակն իրականացնող մարմնի թույլտվությունը։ Հիմա քանի որ քրեակատարական հիմնարկում չի գտնում, դատարանն անհրաժեշտ է լիազորագիրը ինչի մասին է, օրինակ։ Այդ լիազորագրով կարող է այնպիսի իրավունքները փոխադրվել, որը որ դատանը գտնում է, որ պետք է թույլ չտա։ Հետևաբար, երբ որ դատանը կներկայացնեք լիազորագրի այն ձևը, որը որ դուք ցանկանում եք որևէ մեկին ինչ-որ իրավունքներ վերապահվել, տրամադրումից հետո այս հարցը կքննարկվի դատացուծության։ Ռուսերեն ունենք, բայց երևի հայեր են, որովհետև դատավարությունը հայեր են։ Իսկ նահանգման կամ միշտ հաջորդ նիստը մենք ինչի հաջորդ նիստը ներկայացնենք, որ դատանը ներկայացրեք, թարգմանված օրինակի ներկայացրեք, դատանը հաջորդ նիստում։ Եվ ավելին ասեմ, սա նաև չի խոչընդոտելու, որ մենք անցում կատարենք հաջորդ ուրին, ինչի համար, որովհետև նման հարցեր հիմնական դատալսումների ընթացքում ևս կարող են առաջանալ եւ դատանը դա չի կապում այս կոնկրետ ուրի հետ։ Եվ եթե նույնիսկ հիմա այս հարցը սա ինչի համար ասում, որ որևէ մեկի կողմից դա որևէ կերպ այլ կերպ մեկնաբանման առարկա չի դառնա։ Դատան եթե նույնիսկ այս բանի ձեռնարկությունը պայմանականում են լիազորագրի հետ կապված ներժի, դա ձեզ չի զրկում վաղը բերել լիազորագրի թարգմանված օրինակով եւ դատանից հայցել թույլտվություն լիազորագրի տալու հետ կապված։ Հանձնարարի մասնորը կան որ դուք այդ երրորդ հարցից այսպես ասած հրաժարվեցիք, դատան տակնության առիթը չի դարձել։ Անձնագրերի պատճենը 3 անձնագրի է գտնվում դատանի տրամադրության տակ, մեկի պատճեններն ամբողջությամբ տրամադրվել են պաշտպան Արմեն Ֆերոյանին, մյուս 2 անձնագրերի պատճենները ևս կտրամադրվեն։